Ուզում եք Նիկոլ Փաշինյանի նման տիրապետեք մանիպուլյացիայի արվեստին։ Մաստեր կլաս ցույց տանք հենց նրա մասնակցությամբ։ Խնդրեմ լսենք։ Եկեք քայլելով էլի։ Քայլելով, շատ կարճ ասեմ, էլի 2018-ին երբ դե ձերբակալում էին։ Հա։ Ինձ էլ շատ մոտ է կանգնած ձերքը ջարդել էին։ Լուրջ։ Այո։ Ես ձերքը ջարդացել ձեր դալսի ձեր թերին։ Սա ասում նրա համար որտեղ հավատում եք ձեզ ու ձեր իշխանությանը։ Հիմա այդ բաց զգում եմ որ պետք է իշխանությունը հեռանար։ Հիմա նույնը ձեզ եմ ուզում ասեմ։ Սա ուզում հասկանա որ սրտանց եմ ասում որտեղ Հայաստանի համար մանանգստանում։ Տեսեք։ Ձեր օրվա ես երբ վերջացնեմ գիտեմ ձեր սապտետի կոչումները։ Դուք հանձնել եք Արցախը։ Ես գիտեմ շատերին հաճելի չի լսելը։ Դուք 5000 տղաների մահվան առաջին պատասխանատուն եք։ 5000 թիվը որտեղից։ Թեկուզ Որտեղից 5000 թիվը։ Միգուցե թիվն է 5000 թիվը որտեղից։ Որտեղից 5000 թիվը։ Ապարակած թվերն են։ Մենք թիվ չեք, ես ասում եմ նրանք ովքեր դուք այդ ստահակների խո բառապաշարն եք վերցնում, ձեզ քիչ հա զոհերի թիվը մի հատ է 5000։ Տեսակ չէ, նա նույնիսկ չի վիճում, որ Արցախը հանձնել է։ Այդ մասին վեճ չկա։ Նա բռնել է թվի վրա իր զրուցակցի, ով ասել է 5000, եւ սկսել է կասկածի տակ դնել, թե որտեղից քեզ այդ թիվը, եւ նրա ամբողջ խոսույթը, որ ինքը Ղարաբաղ կամ Արցախ է հանձնել, լրիվ շեղում է թեմայից, եւ մարդը կենտրոնանում է նրա վրա, թե իսկապես որտեղից այդ թիվը, որովհետեւ ըստ պաշտոնապես 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3833 էր, չնայած դրանից հետո Քննչական կոմիտեն թարմացրել է տվյալները եւ նույնիսկ նիկոլականները տեղեկ չեն, որ թիվը հասել է 3940-ի մոտավորապես։ Քանի որ ինքը Նիկոլ Փաշինյանը զոհերի թիվը պլյուս մինուսով էր հաշվում, մենք պլյուս մինուսով հիմա կհիմնավորենք, թե որտեղից այդ 5000-ը։ Ես այդ երիտասարդի փոխարեն կպատասխանեմ։ Ուրեմն, պաշտոնապես քննչական կոմիտեն հռչակել է 3940 զոհերի թիվը 44-օրյա պատերազմում, բայց ընդհանուր զոհերի թիվի մասին է խոսքը։ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի հետագա ագրեսիայի արդյունքում, որով հայությունը հայաթափվեց այնտեղից, Ստեփանակերտի շրջակայքում եղած մարտերի արդյունքում զոհվել է ավելի քան 200 զինվոր։ Դրանից հետո գաղթի ճանապարհին բենզալցակայանի պայթյունից զոհվել է ավելի քան 200 մարդ։ Դրանից հետո Ադրբեջանի ներխուժումների արդյունքում հատկապես Ջերմուկի ուղղությամբ օպերացիայի զոհ է դարձել ավելի քան 200 զինվոր։ Եվ եթե մենք հաշվի առնենք, որ անհետ կորածների թիվը հասնում է մոտավորապես 200-ի եւ նրանք մինչեւ այսօր հայտնաբերված չեն, մեծ հավանականությամբ նրանց նույնպես կարելի է զոհված համարել։ Եվ եթե գումարում ենք ընդհանուր թվերի մեջ նաեւ ընթացիկ զոհերը տարբեր պատճառներով, երբ Նիկոլ Փաշինյանի գլոբալ կառավարման տարիներին է դա եղել, նրա կառավարման անփութության արդյունքում, սկսած դիրքերում հրդեհների արդյունքում զոհերից, վերջացրած տարբեր անհիմն պատճառներով զոհերը, մենք կարող ենք եզրակացնել, որ այո, ընդհանուր զոհերի թիվը պատերազմների հիմնականում արդյունքում հասնում է 5000-ի։ Հետևաբար այդ վնգստոցը եւ այդ մանիպուլյացիան չի անցնելու։ Այո, Նիկոլ Փաշինյանի կառավարման ամբողջ շրջանում զոհերի թիվը հասնում է 5000-ի։ Եթե մենք հաշվի ենք առնում պատերազմական գործոնները դիրքերում զինվորների տված զոհերը։ Եվ այս մարդիկ դեռ համարձակվում են խոսել, բայց տեսակ չէ, ինչպես նրբորեն, եւ այսպես է նա մանիպուլացնում մի ամբողջ ազգի, երբ երիտասարդը իր նախկին աջակիցը անգամ անհարմար դրության մեջ է ընկնում, որովհետեւ բուն հարցից խուսափելով խորացել է թվերի մեջ։ Իսկ այդ թվերին տիրապետելու համար պետք է ուղղակի տեղեկացված լինել։ Եվ ես, սիրելի բարեկամներ, ձեզ կտեղեկացնեմ շատ այլ բաներից։